Մարտի կեսերից սկսած, երբ Երևանը եւ Բաքուն հայտարարեցին, որ բանակցություններն ավարտված են, իսկ հայկական կողմը անմիջապես սկսեց նշել, որ պատրաստ է ցանկացած պահի խաղաղության համաձայնագիր ստորագրել, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր հաղորդագրություն է տարածում, թե իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանակոտու արևելյան եւ հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին պարբերաբար հերքում է Բաքվի պնդումները հրադադարի ռեժիմը խախտելու մասին։ Վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների մասին ահազանգեն է ստացվում Սյունիքից։ Այս առնչությամբ ազատության հարցին ի պատասխան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, սահմանակցի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն ոչ թիրախային կրակոցներ, ընդգծելով հրադադարի ինտենսիվ, էական կամ այլ կերպ ասած նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես են գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Օկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է զոհվել, դեպքը տեղի է ունեցել Մեխակավանի Ջեբրայելի տարածքում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս ֆոնին Բաքուն կրկին կոչ է արել միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Հայաստանին ականազերծման աշխատանքները միտումնավոր խոչընդոտելու համար, նաև ճնշում գործադրել Հայաստանի վրա ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները փոխանցելու համար։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարության մեջ ընդգծել է, թե ականի հերթական պայթյունից նաև Ադրբեջանի 4 քաղաքացի է ծանր վիրավորվել, այդ թվում երեխաներ։ Շաբաթ Բաքուն կրկին պնդում էր, թե Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25%, պահանջելով Երևանից ճշգրիտ քարտեզներ։ Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զենալ Աղաևի նախագահությամբ շարունակվել է Արցախի ղեկավարների եւ այլ պաշտոնյաների ընդհանուր 15 անձի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Այսօր դատարանում ցուցմունք է տվել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ըստ ադրբեջանական մամուլի Բաբայանը հայտարարել է, որ դեմ է եղել հայերի ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրմանը, որ դա անհնար էր։ Բաբայանը նշել է նաեւ, որ Արայիկ Հարությունյանն, Ռուբեն Վարդանյանը եւ Արցախի մյուս ղեկավարները նույնպես դեմ են եղել ինտեգրմանը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում, նրա գործով հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 8-ին։ Անհետ կորած զինծառայողների ծնողները լուրջ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, այս լուր ակցիան նրա համար է, որ ասեն իրենք չեն նշում տոներ, ուրիշի նվիրած ծաղիկներն իրենց պետք չեն, իրենց սեփական որդիներն են պետք եւ նրանց նվիրած ծաղիկները։ Ընդհանրապես լուր ակցիա, որ արտահայտեք մեր ներսի ցավը, որը անկրկնելի է, չգիտեմ, ինքը անասանելի ցավ է, չեմ ցանկանա ոչ մեկին։ Ու այսօր քանի որ մայրության օր է, ես մայրացել եմ, երբ որ ծնվել էի Մարաշտեկը, որ այսօր ես ման եմ գալիս, չեմ ճարում, արդեն 5 տարի է գրեթե ման եմ գալիս, չեմ ճարում։ Ես ափսոսում եմ անգամ, որ ես մայր եմ, մայր իր ժառանգի տեղը կիմանա, անգամ կենդանին իր ձակին կարում է պահի, ես չկարացրի իմ երեխու կորցրել եմ, չեմ կարում 5 տարի մանգամ, չգիտեմ, ինձ ցավն եմ ուղղակի ուզում արտահայտեմ, ես մեկ չենք ապրում այրերով։ Արդեն 5 տարի չենք ապրում, մենք մեր երեխեքին ենք տենչում, ես ոչ մի բան չեմ ուզում, մենակ իմ զավակին եմ ուզում, վերադարձնեմ մեր տղաներին, բոլոր մայրերը տառապում են, տանջվում են, ցավ են ապրում, թող վերադարձնեմ մեր զավակներին, մենք էլ ենք ուզում ապրել։ Երբ որ ասում են հայ մայրը երջանիկ չի եղել, թող 5 տարի առաջ թերթել մեր նկարները, տեսնեմ որքան երջանիկ ենք եղել մենք։ Իսկ հիմա արդեն 5 տարի մեր համար չկա ոչ մի տոն բացարձակ չկա։ Մեր տոնը մենակ մեր տղաների ծննդյան օրն է։ Էդել ենք լացով դիմավորում, դուք պատկերացնում եք ինչքան դժվար է, երբ որ երեխու ծննա, դու չգիտես որ ուղղությամբ գնաս, որտեղ է քո երեխան։ Այն իշխանությունը, որը 23 թվականի հանցավոր անգործությամբ հետևում էր արցախցիների նկատմամբ ռազմական ագրեսիային ու ցեղասպանության իրականացմանը, իր պահվածքով ու հայտարարությամբ կանաչ լույս է վառում ադրբեջանցիների օկուպացիոն քաղաքականության համար, իսկ մինչ այդ հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի մաս է համարում, այսօր փորձում է իրադարձություններն այլ իրականությանն ակնհայտ խեղաթյուրման ներքո ներկայացնել, գրել է Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա, ԱԳՆ հայտարարությունն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործության քողարկում։ 2019-ին Արցախի կենտրոնական հրապարակից Արցախը Հայաստան է եւ վերջ գոռացող Փաշինյանն արդեն խոստովանել է, որ նա այդ ժամանակ ճիշտ հակառակն էր մտածում, սակայն մարդկանց իր իրական մտադրությունների եւ դիրքորոշման մասին չի համարձակվել ասել։ Ի վերջո, ԿՊ-ն ներկայացնող այն անձինք, երբ խոսում էին Արցախի ադրբեջանական լինելու մասին, ոչ 2023-ի սեպտեմբերի հարձակումներ եղել, ոչ էլ Ադրբեջանի պարտադրված հրամանագիրը, որի բովանդակությունը չէր էլ կարող հրամանագրով կարգավորվել, առավել եւս, որ այն ուժի մեջ մտնելու ընթացակ
համակարգերով չէր անցել, իսկ որոշ ժամանակ հետո չեղարկվել էր։ Իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում ոչնչացնել սեփական հանցագործության հետքերը, նույնիսկ պատմությունը խեղաթյուրելու եւ բացահայտ կեղծիքների գնալու պայմաններում։ Լեռնային Ղարաբաղի մասին Հայաստանի արտգործնախարարությունից հնչեցված հայտարարության անդրադարձել է նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ըստ նրա ԱԳՆԱ հայտարարությունը, որին բնորոշ է սեփական քաղաքականության ձախողման պատասխանատվությունը ուրիշների վրա բարթելու փաշինյանական ոճը, իր բնույթով մանիպուլյացիոն է։ Փորձ է արվում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության վրա բարթել Արցախի կործանման խաղաղության պայմանագրում ԼՂ խնդիրը անտեսելու պատասխանատվությունը։ Իրականությունը, սակայն, այն է, որ ԼՂ խնդիրը որպես հակամարտություն փակել է Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում քառակողմ հայտարարության շրջանակներում ԼՂ-ն ճանաչեց ունիտար Ադրբեջանի մաս։ Հենց դրա հետևանքով է ԼՂ խնդիրը դուրս եկել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Ընդ որում պնդում են, որ Փաշինյանը միտումնավոր է զոհաբերել Արցախը, ոչ այնքան խաղաղության հասնելու, որքան Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու հիմքեր ստեղծելու համար։ Գյումրիի սկանդալային թիմ արտահերտադրությունից հետո հայտնի է դարձել, որ ավականու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին, այդ օրը քաղաքապետի երկու թեկնածու է առաջադրվելու Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից Սարիկ Մինասյանը։ Հավանականություն կա, որ քաղաքապետ կընտրվի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անցորիկ շեմը հաղթարած դիմադիր ուժերը հայտարարել են Ղուկասյանին սատարելու մասին։ Թեև ԿՊ-ն չունի բավարար մանդատներ իր թեկնածուին անցկացնելու համար, բայց առանձին ԿՊԱ-ականներ հայտարարել են, որ Սարիկ Մինասյանը եւս այդ օրը առաջադրվելու է, չնայած Մարտուն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը եւ Կարեն Սիմոնյանը հայտարարել են Վարդան Ղուկասյանին աջակցելու մասին, բայց միաժամանակ շեշտել, որ պատասխանատվություն չեն կիսելու։ Դեռ անցած շաբաթ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ահազանգել է, որ քրեակատարողական հիմնարկում ՑՄԱ դատապարտյալների դեմ ջարդ է կազմակերպվել։ Այսօր ավիրված ասուլիսին նա մանրամասները հայտնել, թե ինչ է իրականում տեղի ունեցել ու Բարաշեն ՔԿՀ-ում։ Ըստ Ալեքսանյանի, այս բռնությունները շարունակվում են 1 ամսից ավելի։ Մանրամասն տեղեկություններ եմ ստացել եւ ես անմիջապես գրառում եմ արել, որովհետեւ դա արտառոց իրավիճակ է, երբ անպաշտպան մարդկանց մտնում են այդ սպեցնազ կոչվածը 30-40 հոգով, ես հիմա ձեզ կնկարագրեմ, թե ծեծ խոշտանգումը ներողություն, ինչպիսին է եղել, երբ գետնին տապալելով, նախ խցերը ավիրել են, ամեն ինչ թափել շպրտել են սնունդը, հագուստեղենը եւ այլն, եւ գետնին են գցում ուրեմն դատապարտյալին, կանգնում են վրան ու սկսում են դուբինկաներով ծեծել, ասենք այդ կոտրվածքների մասին տեղեկությունները, դա այդ հարվածները, ինչի համար հարցնում էին բոլոր դատապարտյալները, ինչի համար են դա անում, ուղղակի այդպես են ուզում, այդպես են, դե ես ասում եմ, որ իրենք հարցնում էին, ինչ է եղել, ինչ է պատահել, ես հիմա կասեմ մի բան, ուրեմն զբոսանքի ժամանակ երգել են դատապարտյալները, տարբեր երգեր, ինչ որ մեկը երգել է Դոլյա Վարավսկայա, ու դրանից հետո, երբ որ հենց դրանից հետո է եղել այս ամեն ինչը, այդ սպեցնազը, որը իրենց խփում էր, ասում էր դուք պետք է երգեք Գասպադա օֆիցերի։ Պատկերացնում եք։ Դա ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ ես մի քանի հոգու հետ եմ խոսել եւ երբ որ բոլորը նույն բանն են պատմում, դու չես կարող կասկած ունենալ այլևս դրամաս։ Դա ուղղակի, հա, եւ ասեմ ամենակարևորը հիմա ասեմ, որ սա շարունակվում է 1 ամսից ավել։ Եվ մեկը ասեց, որ գոնե սա վերջինը լինի։ Պատկերացնում եք, զինծառայողների ծնողներն են, երբ որ իրենց ворցիները զոհվում են, նրանք են այդ բառերը ասում։ Հայաստանի կառավարության շենքի դիմաց տեղի է ունեցել հերթական բողոքի ակցիան բանկային համակարգում առկա զեղծարարությունների դեմ։ Բողոքի ակցիայի ընթացքում ներկայացվել են քաղաքացիների արդարացի պահանջն ու անհանգստությունները, որոնք կապված են բանկային համակարգում տեղի ունեցող կիբերհացագործությունների, զեղծարարությունների եւ անմեղ քաղաքացիների հանդեպ բանկերի կողմից դրսևորվող անհիմն պահանջների հետ։ Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջն այն է, որ Հայաստանի վարչապետը հանդիպի իրենց հետ եւ ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը ստեղծված խնդիրների համակարգային լուծման համար։ Ակցիայի մասնակիցները պահանջում են նաեւ, որ ապահովի արդարություն բանկային ոլորտում եւ պետությունը երաշխավորի քաղաքացիների ֆինանսական անվտանգության պաշտպանությունը։ Չեմ կարող ասել, որովհետեւ փաստեր չունեմ, չեմ կարող ասել, որ իրենք ինչ որ տոկոսային ինչ որ շահույթ ունեն այս զեղծարարություններից, բայց շահագրգռվածություն համենայն դեպս ունեն, որովհետեւ 2020 թվականից այս զեղծարարությունները կատարվում, մինչեւ օրս բանկը ոչ մի միջոց չի ձեռնարկում, որ իր անվտանգությունը բարելավի։
մի քանի վերիֆիկացիաներ եք անցնում, չէ՞, դուք բանկում, այդ բոլոր տվյալներին իրենք փաստացի հասանելիություն են ստանում ձեր ծրարները։ Այս դեպքում բանկ օրինակ ձեզ ինչ է պատասխանում։ Ձեր ստորագրությունն է պետք շատ տեղերում, ձեր Face ID-ը, այսպես ասած, պետք գալիս։ Բոլոր այդ տարբերակները փաստացի անցնում են։ Ես կենտրոնական բանկին այդ հարցը տվեցի, երբ որ մենք ասուլիսի էին մեզ հրավիրել, կոնկրետ ես վաճառում էի այն ապրանքը, որը որ գնել էի մի քանի օր առաջ on-line տարբերակով գնում էի արել։ Կենտրոնական բանկին ես հարցրեցի ապառիկ, on-line ապառիկը, ես սպառողական վարկա, երկուսն են նույն վարկն է համարվում, ասեց այո։ Ասեցի ինչի է դեպքում on-line ապառիկ ձևակերպելուց 4 փուլով նույնականացրել եք մեզ անձնագիրը ձեռքդ նկարվի վերև ներքև աջզաղ նայելով հանդերձ 4 փուլով նույնականացում է անցնում իսկ 1.348.000 դրամի վարկ եք ձևակերպել ընդհանրապես նույնականացում չի անցնում ասում մենք ուզում ենք հեշտացնենք քաղաքացիների on-line վարկերի տրամադրումը ասի քաղաքացիներին եք չեք հեշտացնում իտոգում հեշտացնում եք զեղծարարների համար այդ վարկերի տրամադրումը մենք տուժողն ենք հանդիսանում գոնե հնարավոր է միջև վերջին փուլը հասնել է էլի on-line տարբերակը ձեռնարկվի բայց վերջին փուլում արդեն մոտենա գոնե բանկ հաճախորդը կամ չգիտեմ զանգի միջոցով, չգիտեմ նույնականացման միջոցով, անձնագրի միջոցով ինչ որ նույնականացում պետք է արվի։ Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի հավետման տոնի եւ մայրության ու գեղեցկության օրվա առթիվ։ Թող Սուրբ Աստվածածինը մեր մայրերի ու քույրերի համար շարունակի լինել ներշնչանք առաստված, հույսի եւ ամենայն առաքինությունների, որոնցով բարեզարդված իրենց հոգացությունն ու նվիրումը բերեն ընտանիքներում եւ եկեղեցական ազգային ու հայրենական մեր կյանքում։ Հայցում ենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը միածին որդու առջեւ, որպեսի Տերը իր Սուրբ Աչքի հովանու ներքո խաղաղ անխռով ու բարոր պահի ու պահպանի հայրենի մեր երկիրն ու համայն ժողովրդին եւ օրհնի հայրենաշեն ու ազգաշար բոլոր ջանքերը նշված է ու արցում։ Հայաստանի զինված ուժերի նվագախումբը նույնպես շնորհավորում է մայրության եւ գեղեցկության տոնը։ Թող ձեր գեղեցկությունը խաղաղություն բերի աշխարհին։ Թեև Իրանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղիղ բանակցություններ սկսելու պահանջը, սակայն ցանկանում է շարունակել անուղղակի բանակցությունները Օմանի միջոցով։ Այս բանակցությունները հնարավորություն են տալիս գնահատել Վաշինգտոնի լրջությունը Իրանի հետ քաղաքական հարցերի լուծման հարցում, ընդգծել է իրանական կողմը։ Իրանը ծանոթություններ է ուղարկել ամերիկյան ռազմաբազաներ ունեցող Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին, Թուրքիային եւ Բահրեյնին, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակման ցանկացած աջակցություն ներառյալ իրենց օդային տարածքը կամ տարածքը ԱՄՆ բանակի հարձակման դեպքում Միացյալ Նահանգներին տրամադրելուն կդիտվի որպես թշնամական գործողություն։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ երկիրը լիովին պատրաստ է ամբողջ ուժով պատասխանել ցանկացած սպառնալիքի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ Ռուսաստանը պետք է Միացյալ Նահանգներին ցույց տա Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու իր պատրաստակամությունը, սակայն այս պահին Կրեմլը ձգձգում է գործընթացը։ Նրա խոսքով Վաշինգտոնը եւ ՆԱՏՕ-ն ջանքեր են գործադրում հակամարտությունը դադարեցնելու համար եւ որպես այդ ջանքերի մի մաս ԱՄՆ-ն իսկապես ջանք չի խնայում, սակայն ըստ գլխավոր քարտուղարի գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում է, որը բավարար ջանք չի գործադրում հրադադարի հաստատման համար։